Բարի կիրակի առավոտ, սիրելիներս։ Ես մինչև արթնացել եմ, ժամը 9-ն է դեռ, ու ամուսինս արդեն խոտերը քաղել է, ամեն ինչ մաքրել է նստարանները, լվացել, մաքրել, որ սուրճ խմենք, բայց դե ես սպասվածից շուտ սուրճը բերեցի ու այնտեղ դեռ չի չորացել, այնպես որ այստեղ կխմենք մեր սուրճը։ Եկել եմ այսօրվա սուրճը, այստեղ խմենք հանգիստ, այդան պատշգամբում է, ես էլ ստեղ նստեմ։ Ուրեմն, մինչ մենք գործ ենք անում, Զոյկաս մեզ ինչ պողպողոկա բերի ապրես։ Ապրես կյոմ։ Նայսես վաֆլիա Կիրակի օրը այսպիսի տեսքա ունենում, ամբողջ տեղերում լվացքա միացրած, ստեղ միացրած է մեկ, հիմա գալիս ենք ստեղ, երկուս, երեք, ստեղ դեռ պետք է մաքրվել, ու այսքան լվացքը ստեղ սպասում է, այստեղ քնած է, եթե ինչ, այս մեկն այստեղ է հիմա հայլում է դուրս, որ փռեմ, հեսա 4-ն ցույց կտամ 4-րդ մեքենան էլ է միացրած։ Վերջ ես փռեցինք, գնամ տեսնեմ որն է վերջացել, որը պետք է փռեմ, էսի սենց երկարում ու երկարում է, չգիտեմ վերջն ինչ է լինելու։ Իջնում ենք նպող, նպողինն էլ է միացրած, այսօր չորանոցը հանգստանում է, հանգստյան օր ենք տվել, արձակուրդ եմ տվել չորանոցին, ու այստեղ էլ 4, այս էլ 4-րդ մեքենան, այսքանը դեռ լվանալ փռել է պետք, ամեն ինչ անել է։ Ինչ է, եկել ես օգնես, եկել ես օգնես այդտեղը, այ սիրուն տեղը, եկել ես օգնես, ես Ալինեկա քեզ դուրս հանի, չնայած այսօր արդեն վիդեոն տարել է, մի անգամ, բայց հիմա պապան դրսում խորովածի պատրաստություն է տենում, այսօր ընթրիքին չենք խորոված անելու, այլ ճաշին, ու ես այստեղ պատրաստել եմ կարտոֆիլ, սունկ, ամեն ինչ լցրել եմ ու առատ ձիթայուղ եմ լցրել վրան, որ ես հանեմ դրսում խառնեմ, այստեղ է միսնա, որ արդեն մարինացված է 2 օր, գնացիք վերցնենք, գնանք դուրս։ Սիրելիներս, մենք նոր հարևաններ ունենք, էլի մի հատ նայեք, մենք նոր հարևաններ ունենք պուճուրիկ, լավն են չի Զոյ, սիրուն են էլի, ճուրիկ, այցիկներ 2 հատ, հարևաննա գնել, ընդեղ էլ պուճուրիկ գոմ է սարքում, բան անում, այդքան ասում է, մենք ինչ եկել ենք իհարկե, բոլորն են ասում, այսքան հնարավորություն ունեք, ինչի հավեր չեք պահում, գոնե հավ պահեք, այսքան մեծ տարածք է, բանա, ուղղակի մերը զուտ գիշերային այդ խնդիրներ, որ մտածում էինք որտեղ, ինչ, ես էլ կուզեի իհարկե, հաճելի է, բայց դե հիմա այդ ասում, նայ ասում, այս սենց բան որ սարքենք քո համար, իրար հետ ասում սարքենք, Ինչ ասում է 15 հատ 20 հատ հավ հաստատ կարաս պահես գիշերվա համար, ցերեկն էլ ամբողջ ցերեկ, բայց չգիտեմ։ Հայրու որդի Առաքելյանները։ Ինչ հավես են արածում։
բերեց մի օրում ոնց սարքեց, այնքան ճարպիկ տղա է, այնտեղն է կանգնած է։ Մի օրում բերեց այս բանը քաշեց ամեն ինչը, նայեք հələ ոնց է բան արել, պրոբկաներով, բաներով խփել, մխել։ Սենց էլ մի հատ նայեք։ Բերեց այս գումը հավաքեց։ Մայրու որդի են ապրում մենակ դա։ Լավն է ձոյ։ No, is it baby? Բեբիկ են իրանք, բեբիկ են, պուտերիկ են։ Այդ պետքա դնի հələ տանիքը պետքա փակի։ Բերում է ջրի աղջիկս։ Wat hier is hier? Այս կողմն է, բեր այս կողմում մանարա։ Is hier? Այդտեղ բան չեմ ցանել, ստեղ մի քիչ ռեհան նորից լցրեցի։ Ահա։ So. Ստեղ։ Այս բաների մեջ են ջրի։ Is gonna. Մի հատ ասեք տեսնեմ ով է սիրում։ Խաղող կամ ձմերուկ, սենց համեղ, պանիր, պանիրի երկու տեսակ ու տնական հաց։ Հաց պանիր ձմերուկ խաղող։ Անսայկայից նողական ժողովն եմ այսօր էլ եկել։ Երեք դաշնամուրեր, էլի էստեղ եկանք սպասեցինք, միջև վերջացրեց, դե երաշտական դպրոցը հենց դպրոցի հետևն է ցույց եմ տվել, գիտեք։ Բայց այսօր ցնողական ժողովն է, գործից մի անգամից եկել եմ այստեղ։ Հետո վիկան կգա, երկուսով կգնանք տուն։ Ստատիկները նստած են, գիզելուցում են, թոռնիկներն են խաղում են։ Հաճելի է։ Սիրուն են ծաղկում։ Այ տղա ջան, արի։ Արի։ Այ գժոտ։ Ես մի հարևանը կարծես թե իրանք մենակ ամառն են գալիս ոնց որ ու այս հատվածը սենց անմշակ է ու տեսեք նա ինչքան սիրուն է լավանդաները արի ծաղիկներս բացվել են արդեն փոշկաներս Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ, գործից եկել եմ տուն, նստած այստեղ սուրճ էի խմում, մտածում էի այսօր ուրբաթ է, կարելի է վիդեո մոնտաժել, իհարկե ես այս պահին կարայի լրիվ ուրիշ վիդեո ձեր համար մոնտաժեի ցույց տալ, շատ ավելի հետաքրքիր, ինչը որ հիմա այստեղ կատարվում է, այս տեսախցիկի հետևի կողմում Բայց մինչ այդ հիշեցի, որ ես ունեմ կրկնվող հարցեր անընդհատ մեկնաբանությունների բաժնում, որոնց մի մասին գրելով եմ պատասխանում, մի մասը կամ կարող է հետո չեն տեսնում, որոշեցի ավելի լավ է հիմա ես այդ հարցերին պատասխանեմ։ Այդ հարցերին պատասխանեմ մի հատ տեսանյութ այսպես ձեզ ներկայացնեմ, իսկ այն ինչ որ կատարվում է այս տեսախցիկի հետևի կողմում, այդ մասին այդ շատ երկար սպասված է լինելու, սպասված է իմ համար ու հետաքրքիր է լինելու։ Այդ մասին դուք հաստատ կիմանաք։ Ես նախորդ վլոգում, եթե հիշում եք, այն ամենաուշադիրները, գիտեմ, որ ես ասացի, որ մի քանի բան ենք պլանավորել, սպասում ենք պատասխանի ու եթե արդեն սկսել ենք, ուրեմն դրական պատասխան ունենք, բայց այդ մասին ամեն ինչի մասին կխոսենք հաջորդ վլոգում։ Զգում եք, չէ, ինտրիգ եմ պահում, որ հաջորդ վլոգն էլ անհամբեր սպասեք, չգիտեմ, որ միշտ եք անհամբեր սպասում, բայց հիմա հարցերը, վերջի կումն էլ խմեմ ու վсё։ Սիրելիներս, ամենահաճախ տրվող հարցը, իհարկե շատ մարդիկ կան, որ միացել են, շատ մարդիկ կան, որ նոր են միացել կամ
կարող ուշ են միացել շատ բաներից տեղյակ չեն, ասեմ, որ արդեն 19 տարի ապրում ենք Ավստրիայում, սկզբում ապրել ենք Սալցբուրգի մարզում, հետո 11-12 տարի Վիեննայում ու արդեն դեկտեմբերի 3-ին կլինի 3 տարի, ինչ որ տուն ենք գնել Ավստրիայի Քյանտն նահանգում, մարզում ու քաղաքից Կլագենֆուրտ քաղաքից մի 7 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն քաղաքի արվարձաններից մեկում տուն ենք գնել ու ապրում ենք մեր ընտանիքով այդտեղ։ Այդ հարցը։ Ունեմ 4 երեխա, հա, 4-ն էլ իմն են, 4 հատ երեխա ունեմ, այնտեղ հարցին վերջ դու հիմա քո երեխա ունես։ Իմն է, ոմանք մտածում են ավելի շատ են, չէ, իմը 4-ն են, տեքորս երեխեքն են 4-ը, երբ որ հաճախ իրար հետ տեսնում եք, ես ունեմ 1 տղա, 3 աղջիկ, տեքրիս էլ ունի 1 տղա, 3 աղջիկ։ Այդպես։ Հիմա այն հարցին աշխատում ենք, այո, աշխատում ենք, երկուսս էլ աշխատում ենք։ Իմ համար ամենահաճախ դրվող հարցերից, հա, սիրելիներս, ինչ է սովորում, ինչ է աշխատում թեման արդեն ասել էի, հասկացել ենք, ինչ եմ սովորում։ Այս պահի դրությամբ արդեն մարտից, այսինքն մարտ ամսից սկսել եմ նորից, այսպես ասած, գերմաներեն լեզվով ասած Ausbildung որպես օպեշվեստա, վիրահատության մասնակցող բուժքույր, վիրահատություն, բժշկետ, իրականալից, չգիտեմ այդ, ոնց օպեշվեստա, այսպես ասեմ, վիրահատող բուժքույր, վիրահատության բուժքույր, վիրահատողը բժիշկն է, որ ուրիշ կարծիքներ չհնչի, որովհետև շատ են մարդիկ կան, որոնք շատ լավ հասկանում են, բայց չեմ էլ ուզում են մարդիկ ճիշտը չեն գրել երբեք, բայց որ մտածեն իրենց մտքում, որ ինքը բժիշկ չի, ինքը միայնակ վիրահատություններ չի անում, բայց որտեվ ես գլուխ գովելու ոչ մի միտում չունեմ, ոչ մի ցանկություն ու ոչ մի անհրաժեշտություն չունեմ։ Առհասարակ մի բան էլ ասեմ, այն ինչ որ դուք տեսնում եք այս վլոգների ժամանակ, տեսնում եք միայն անկեղծը։ Երբեք ես ոչ մի բան չեմ թաքցնում, ոչ մի բան չեմ չափազանցնում, եթե նույնիսկ թաքցնում, այսինքն եթե խոսվում է վլոգի մեջ այդ մասին, ուրեմն ինքը ճիշտն է, հենց այդ է պետք։ Հենց այդ է որ խոսվում է, իսկ ինչը որ դուք չեք տեսնում, ուրեմն լինում է այդ բանը, վատ բան է կամ այնպիսի բան է, որ պետք չի իմանալ ու ես չեմ ասում, բայց այնպես չի, որ ինչ-որ բան այլ կերպ է գնում, բայց ես վլոգում ուրիշ կերպ եմ ներկայացնում, կարծում եմ ինձ հասկացաք ինչի նկատի ունեմ, այնպես որ գլուխ գովելու ոչ մի առիթ չունեմ, բայց այդպես է, որ յուրաքանչյուր վլոգերի էջում էլ տեսնում են երևի 20%-ը, ինչ որ իր կյանքում կատարվում է, ոչ թե իրականության 20%-ը, ես ուզում եմ այդ լավ հասկանալ, այլ կատարվածի 20%-ը, կոնկրետ իմ համար, դուք տեսնում եք, ինչ որ տեսնում եք, դրա 100%-ը կամ գոնե 90.99%-ը իրական է, ինչն էլ որ չեք տեսնում, ուրեմն պետք չի որ հիմա տեսնեք կամ էլ ես չեմ ուզում շատ իմ խնդիրներով կամ ինչ որ մանրուքներով ծանրաբեռնեմ կամ տեսնում եք ինչ որ պետքա տեսնեք, այդպես։ Հա, ինչ եմ հիմա սովորում, արդեն ասեցի, սկսել եմ մարտից ու քանի որ ես ունեմ արդեն Վիեննայում ունես աղմուկը կարծում եմ չի խանգարում կամ էլ շատ է խանգարում, ուղղակի միկրոֆոնից չեմ գտնում, իսկ ներքևն է գտնում եմ, բայց երևի բաներ չի լինի մեջը։ Հա, ուրեմն, քանի որ ես Վիեննայում արդեն սովորել էի որպես օրդինացիոն ասիստենտի, այսինքն բժշկի օգնականի մասնագիտությունը 6 ամսյա այդ դասընթացը անցել էի, շատ բարձր գնահատականներով ավարտել էի ու հենց որ ես գնացի պրակտիկայի հենց այնտեղ, որ ուղարկում էին պրակտիկայի, հենց այդտեղ էլ մնացի, ինձ ընդունեցին որպես սրտաբանական այդ մեծ բաներ ինքը, Gruppenpraxis էր, Floridsdorf հիվանդանոցինքից, այնտեղ ես որպես գաստրոկոլոսկոպիա անող բուժքույր էի աշխատում ու մեկ էլ սրտաբանի օգնական, այսպես ասած, օգնում էի բժիշկներին։ Հետո երբ որ տեղափոխվեցինք այստեղ, առաջինը որ հրավերքը ստացա ես դիմեցի իմ ակնաբուժից էր բժշկուհին ինձ մի անգամից ինձ ընդունեց, չնայած որ ես այսօր էլ էի կարդում իմ բանը, որ ես գրել էի իրանց այդ ռեզյումեն, էլի ոչ մի բան մեջը չէի գրել, ուղղակի որ ես ինչ ավարտել եմ, շատ համեստ էր, շատ համեստ ու հիմա ու այն ինչ որ բժիշկը ինձ միշտ ասում է, այսօր էլ ենք ունեցել այդ խոսակցությունը, ասում է գիտես, ասում է, քո մեջ ինչն եմ ամենաշատը սիրում, որ դու սիրում ես գործով ապացուցել, ասում է, դու երբեք գլուխդ չես գովում, երբեք չես ասում, գիտես, բայց ես էս էլ կարամ անեմ, կամ ես էս արել եմ, ոնց որ կյանքն է բերում ցույց տալիս, որ
Այս ինչ բան է դու կարաս կամ բա ի՞նչ էիր ասում որ դու այդ կարաս անես կամ էսի սենց կամ ասենք ես նոր ընդունվել էի գործի ու հենց այդ չէ դեռ փորձաշրջանի մեջ էի ու մենք հարցազրույցի ժամանակ ես չէի ասել իրեն ինչեր կարամ անեմ ինչեր կարամ չանեմ ու հենց այդ ժամանակ իրեն օգնական է որ ես որ կարելի ասել ես հիմա փոխարինում եմ կամ չէ ուղղակի ինքն էր այդ գործանում որ կոպերը կարում են այդ բանը բլեվիրադությունից հետո կարերը պետքա քանդել այդ բուժքույրը իր հիվանդ էր չէր եկել ու ոնց որ պացիենտը եկել էր բժիշկն պետքա հետո գար արդեն այդ ամեն ինչում քիչ ինքը բան զբաղված էր մի խոսքով ուշ պետքա գար զանգեցին բա ինքը եկել է ինքը պետքա գնա պետքա բան անենք բա թող սպասի Էսյանյան ես իրան ասի եթե ուզում եք ես կքանդեմ կար բա ոնց դու կարաս ասի հա ես ունեմ մանկաբարձի կրթություն ունեմ մանկաբարձական համել իմ համար այդ խնդիր չի ես տիրապետում եմ այդ ամեն ինչին գիտեմ շատ լավ գիտեմ ու այնպես էի քանդել այդ ամեն ինչը մշակում ինքը եկավ այդ բա ես քանդում եմ ինքը եկավ տեսավ ես ոնց էի պատրաստել սեղանը ինչքան ստերիլ էի աշխատում ինչքան մաքուր այդ ամեն ինչը այդ այն ամեն ինչը մի մարդ տեսնում է ոնց էս մշակում հետո նախքան վերքը մինչև այդ վերքի մշակելուց այսինքն ես երբ որ խոսում էի բան հետո որ գլուխս բարձրացեցի չգիտեմ ինքը ինչքան ժամանակ էր կանգնած ինձ նայում բայց դրանից հետո հենց մի անգամից այդ տեղա ոնց էր առաջի բանը ինքը մի անգամից վստահեց ու ասենք ընթացքում էլ այնքան բաներ կար որ ես անում էի բայց ուրիշի անվան տակ էր այդ գնում ու ինձ մի քիչ երկար ժամանակ պահանջվեց մինչև ես կարողացա որ բժիշկը ինձ կարողացավ ճանաչել բժշկուհին էլ այսպես ասեմ որ կարողացավ ինձ ճանաչել ճիշտ է դեռ էլի մութ կողմեր կա որ շատ բաներ չեմ բացում իր մոտ որ ամեն ինչը չբարդի իմ վրա բայց ինչա ասածս այն ինչ որ հիմա ես սովորում եմ ես այս պահին դա անում եմ արդեն ես իր հետ այս զրոյից պացիենտը եկավ ինքն ուղարկում է իմ մոտ ստուգում է զետեստը արվում ամեն ինչ արվում է եթե ունի արդեն կատարախտ ասենք ստեղից սկսենք այդ կատարախտ ունի բժիշկ պացիենտը ուղարկում է իմ մոտ գրում է իմ համակարգչի վրա կարին է այս ինչ մարդը քո սենյակի վրա գնա քո սենյակ գնում եմ այնտեղ ու այդտեղ զրոյից սկսվում է իմը բժիշկը չունի գաղափար որ հիվանդանոցում ինչքան է արժեքները ինչքան արժեն լինզաները ես որ մեկից ճիշտ է ամեն ինչ օրենքի չափով է արվում ես ունեմ սանդղակներ ամեն հիվանդանոցից ամեն բանից բայց այնպես չէ որ ես ինքս եմ ինձ բան անում կամ ես կարամ ինչ-որ մեկին ակցիա անեմ չէ ուղղակի ինքը այնքան է ինձ վստահում որ այդ ամեն ինչը որ ես ամեն ինչ վերջացնում եմ տերմինը ամեն ինչ անում ենք ստուգումները հետազոտությունները լինզաները բան ու ես վերջնական թղթով իմ առաջարկով ես մտնում եմ իր մոտ արդեն հիվանդի հետ ու ինքը նայում է ու ասում է հա ընտրենք այդ լինզաները որտեվ արդեն նայում եմ պացիենտը ուզում է որ հեռուն լավ տեսնի իր համար կարևոր է որ հեռուն առանց ակնոցների տեսնի վիրահատությունից հետո կարդալու համար ունենա ակնոցներ այսպես ենք հաշվարկ անում կամ պացիենտը ուզում է որ հեռուն ակնոց ունենա բայց մոտիկ արդեն ասենք բան եմ անում մինուս այսքան դիոպտրիայով եմ կալկուլյացիան անում հաշվարկ անում ու այնքան բանա կատարվում այդ ամեն ինչը պրոֆեսիոնալ կերպով որ այդ ամեն ինչ առաջ ինքն է արել ու որովհետև ես սիրում եմ իմ աշխատանքը ես աշխատում եմ իմ վրա ես ամբողջ օրը ես կարդում եմ ես պատմում եմ ես բզբզում եմ շատ ու շատ բաների եմ մասնակցում այդ ֆորտբիլդինգները կամ բանա թեկուզ օնլայն է լինում թեկուզ բան որ ես ավելի մասնագիտանամ որովհետև այդ ոլորտն է որտեղ սխալվելու իրավունք չունես ու էդ էլ ասեմ որ հա ես հիմա անում եմ նույնիսկ վիրահատությունների ժամանակ էլ իր հետ եմ մասնակցում եմ վիրահատության մինչև վերջ իր հետ եմ բայց ես չունեմ այդ թուղթը որ ես իրավունք ունեմ բժշկի հետ մեկտեղ կանգնել վիրահատական սեղանի մոտ ես չունեմ ավստրիական այդ թուղթը այդ նույնն է ոնց որ շատ լավ վարորդը որ ունի հայկական ասենք դենայք եթե ես ունենայի այստեղ հաստատված մանկաբարձի դիպլոմ գուցե շատ բաները իրանք աշկ փակեին այդ ամեն ինչի վրա բայց նույնն է որ այսպես մի քիչ օրինակ ասենց բերեմ որ Հայաստանի վարորդական իրավունք ունեցող մարդը այստեղ որտեղ արդեն էլ չունի իրավունք ստեղ այդ դրանով քշի պետքա փոխեր արդեն մեքենա վարելու ու ասենք ինքը մեքենա է վարում բայց դե ինքը արխային մեքենան վարում է բայց երբեմն մտածում է բահավոր մի բան պատահի ու ստուգեն բահավոր կոնտրոլ լինի ու կանգնացնեն չէ կամ առանց վարորդական իրավունքի չէ սենց ասեմ լավ կամ էլ առանց վարորդական իրավունքի բայց շատ լավ վարել իմացող մարդ են որ
ունեցողից է լավ ավարում։ Ինչքան էլ ուզում է բանը մեկը իր մեջ կա այդ վախը, մտավախությունը բավոր հանկարծ մի անգամ ստուգում լինի բավոր։ Ու ինձ հենց այդ բավորներն էին բանանում ու բժշկին էլ։ Դրա համար ինքն առաջարկեց, որ ես գնամ ու անցնեմ այդ ճիշտ է երամյա է կուրսը 3 տարի է ես էլի էի մտածել այդ մասին, որովհետև դու տեղ իմանա դու կարող ես արդեն ես կարող եմ արդեն ամեն տեղ աշխատել հիվանդանոցներում, տարբեր մասնագիտություններում, տարբեր բժիշկներ հիմա էլ կարամ, բայց ոչ վիրահատող քույր որպես օգնական, իսկ վիրահատան իսկ իմ սովորած օրդինացիոն ասիստենտի այդ ամեն ինչը թույլ է տալիս, որ ես անեմ մենակ, ասեն կարող եմ վենֆլոն տեղադրել, կարող եմ արյուն վերցնել, կարող եմ մի խոսքով, բայց շատ բաներ միայն բժշկի թույլտվությամբ ու բժշկի ներկայությամբ։ Դրա համար ինձ որպես ավելի ազատ ու ինձ հիմա կոնկրետ պետքա միայն այդ թուղթը, բայց դրա համար պետքա գնանք ու սովորենք։ Հիմա այն ամենակարևոր հարցերից մեկը, էլի կան ու մարդիկ կային, որ նույնիսկ գրել էին, որ ինչի պետությունն է վճարում, ինչ ես ասում դու ես վճարում։ Ինչի պետքա պետությունը վճարի իմ ցանկությամբ իմ գնացած ուսման գումարը, ժողովուրդ։ Լոգիկան ո՞րն է այդտեղ։ Ես առաջի անգամ որ գնացել եմ, այն ժամանակ ես ոչ աշխատել էի, ոչ գործազուրկ էի ու նույնիսկ հիմա իրենք այն ժամանակ ուղղակի առաջարկեցին, որ կարող են մի մասը վճարել, այսպես ասած այդ կազմաբանը, Wi-Fi-ին, սենց ասեմ, այստեղ ապրողները գիտեն, բայց ես պետքա 2 տարի աշխատեմ այնտեղ այն պայմանագրով, որ իրենք են առաջարկում։ Բայց ես չհամաձայնվեցի ու փառք Աստծո, որ չհամաձայնվեցի, որովհետև ես ինչպես կարող էի այդ բան անել, որովհետև ես դրանից 7 ամիս հետո ես արդեն այստեղ էի ապրում։ Պատկերացրեք, որ ես դրա պատճառով պայմանագիրը պետքա խզեի, ես իրավունք չունեի խզելու, ես ոնց էի անելու, այսինքն պետքա մի 2 տարի էլ դեռ տարի ու կես էլ մնայի Վիեննայում, այդքան տան վարձ, այդքան այդ ամեն ինչա, իմ ամեն պլանները հետ ընկնել, ինչա իրենք իմ համար 2000 եվրո գումար էին վճարել։ Ու քանի որ ես կյանքում սովորեմ միշտ ինքս վճարել իմ համար, ես ինքս հոգամ իմ կարիքները, ոչ մեկի ձեռքին չնայեմ, ոչ մեկի օգնություն չխնդրեմ, ինչքան էլ նեղության մեջ լինեմ։ Ու այստեղ եկավ այդ հարցը։ Ես գնացի, ես փնտրեցի դպրոցներ, որտեղ անում են հիվանդանոցներում հիմնականում իրականացվելու ու ընտրեցի ամենալավը, որը շուտ էր սկսվում ու ոչ թե գնի մաչելի, բոլոր տեղերում է գները նույնն է։ Գնացի հենց այնտեղ, որտեղ որ հենց այս պայի համար ազատ տեղ կար, 2 տարբերակ ունի, ես այդ մյուսը ընտրեցի, մի խոսքով գնացինք, նայեցինք, իրանք ինչ ունես, ինչ չունես, ես բազային կա բազա եւ արդեն որ կառուցվող է, ես բազան արդեն ունեի։ Ինձ պետք չէր դրան մասնակցել, այդ դրա գումարը դուրս էր գալի մեջից ու ես արդեն են Aufbau մոդուլը, այսպես ասած, որտեղ հարց տվողները հիմնական այստեղ ապրողներն են, դրա համար եմ հենց բանով ասում գերմաներենով, այդ ամեն ինչը ես պետքա սովորեմ ու վճարեմ մենակ դրա համար։ Երբ որ ես այդ ամեն ինչով եկա բժշկի մոտ, ինձ բժիշկն է ուղղորդել, ինքն է ուղարկել, որովհետև այդ ժամերը, որ ես գնում եմ դասի, այդ իմ աշխատանքային ժամերն է ու հաշվում է որպես աշխատանք։ Իր օգնությունը մենակ էտա, բայց էդ էլ որ մի քիչ անկեղծ խոսանք, ես այնքան հավելաժամեր ունեմ, որոնք չեն վճարվում, այնքան ավել պլյուս ժամեր ունեմ, որ եթե ես հաշվում եմ իմ Ausbildung այդ ժամերը հետը հավասար դուրս է գալիս։ Այնպես որ մեծ բան չի անում ինքը, ես այդ իրանել եմ ասել։ Հա, ու եկա ինքը ասեց, ինքը բժիշկն ասեց ինձ, ես կվճարեմ քո գումարը, ուսման գումարը, որը մոտավոր 4000 եվրո, 3000 քանի 100 եվրո է ու այնտեղ մի խոսքով կա հələ պատվաստումներ ունեմ, որ պետք է անեմ, դիտաբեժտիմունքներն ամեն ինչ արեմ, մեծ գումարների հետ է կապված, ուրիշ պատվաստումներն է հեպատիտի հետ կապված ամեն ինչի, մի խոսքով, որ թողնեն ես մտնեմ վիրահատարաններ, տարբեր հիվանդանոցների պրակտիկայի գնամ։ Հա, ու բժիշկը ինձ ասեց, ես կվճարեմ քո գումարը։ Բայց եթե մենք պայման ունենանք, որ դու ավարտելու ընթացքում 3 տարի է այդ ուսման ժամկետը, հասկանում եք, 3 տարի։ Այդ ամբողջ 3 տարվա ընթացքում ինչ է լինի, դու չես ազատվելու աշխատանքից, դու մնալու ես իմ մոտ, ուրիշ տեղ, դեք ինչի հենց 3 տարի, որտեղ թե գնաս պրակտիկաների ուրիշ տեղում այնքան լավ առաջարկներ են անում, ու եթե մի քիչ էլ տեսնում են, որ դու պոտենցիալ ունես, արդեն իրար ու ես էլ փոքր քաղաք է, բոլորն իրար ճանաչում են ու ինքը շատ կոնկուրենտներ ունի, ու նույնիսկ արդեն խոսակցություններ պատտվել են, որ վայ իր աշխատողը, դե գրում են բաների մեջ, որ իր մտնեք մեր բերգերի ֆրաուբեր Ուլրիկե Պիագա, ասենց ասեմ, ու մոտ եմ աշխատում, ես թաքցնելու բան չունեմ։ Իր բաները նայեք, մի հատ Google-ի այդ կոմենտարիաները,
Իմ անունը ամեն երկրորդ մեկնաբանության մեջ կտեսնեք ու այնքան դե բժիշկներն էլ կարդում են ու ինքը այդ գիտի ու դրա համար ինքը այդ վախ ունի որ կարող է ինձ ավելի լավ առաջարկ անեն, ավելի շահավետ ու ես գնամ իր մոտից։ Դրա համար ինքը ասի եթե 3 տարվա ընթացքում մինչև դու վերջացնես, իմ մոտից չես գնալու, ինչ առաջարկել ուզում ես ստանաս։ Ու ես մտածեցի ճիշտ է, ես այդ միտումը չունեմ, ես այդ մարդը չեմ, որ կարող եմ 2 կոպեկի համար ինչ որ դավաճանեմ ինչ որ մեկին կամ գնամ նոր ինչ որ բան սկսեմ, որովհետև ես մի քիչ դժվար եմ հարմարվում նոր ինչ որ բանի հետ։ Ես արդեն 2 տարի այստեղ եմ, արդեն հիմքը դրել եմ, ամեն ինչը արել եմ ու հիմա չի անի, բայց ամեն դեպքում ես ասացի, չէ, ես համաձայն չեմ այդ պայմանին։ Նախ առաջինը, որ ես ինքս կվճարեմ իմ ուսման համար ու հետո ես իրեն միայն օրինակը բերեցի այն, որտես ինչ եղավ Վիեննայում։ Ես չգիտեմ ինչ կլինի, ես ճիշտ է, այստեղի տուն ունեմ ապրում եմ, բայց ես չգիտեմ ինչ կլինի, ես ոնց կարամ պայմանագիր ստորագրեմ, որ ես 3 տարի քո մոտից ոչ մի քայլ չեմ անելու հեռու, ինչ կլինի, չգիտեմ։ Ու ինքը ասաց ես քեզ հասկանում եմ, բայց ես իրեն էդ էլ ասի, որ կարող եք հանգիստ լինել, քանի դեռ ես ինձ այստեղ լավ եմ զգում, քանի դեռ ես ինձ ձեզ մոտ գնահատված եմ զգում, ես չեմ գնա։ Բայց երբ որ ես գամ, որ ինձ շահագործում են, իմ աշխատանքը չեն գնահատում կամ ինձ ուզում են օգտագործել, այդ կլինի միակ պայմանը, որ ես կգնամ ստեղից։ Պարուկամ, այսպես ասած, համաձայնվեցինք։ Ու ես ասացի, որ ես կվճարեմ, բայց ինքը էլի նույնիսկ այսօր, որ արդեն արձակուրդից առաջ, հա իդեպետ էլ իմացաք, այսօրվանից սկսած մի շաբաթ արձակուրդ եմ վերցրել, դեռ կասեմ ինչի համար, հա, այսինքն այնպես է, որ ինքը արձակուրդ է, ես կարայի մնայի, բայց ինքը տենց ասաց, որ ես ասացի, երբ որ ես արձակուրդ եմ, դու պետք է գնաս, որտեղ դու շատ ես աշխատում ու ես կարայի այսօր չվերցնեի, ես մի շաբաթը ամառը վերցնեի, էլի ինքը ամառն էլ ուներ, բայց խոսքով պետք էր։ Հա, տենց այսօր էլ էլի ասես նայի, երբ ես վճարելու վարձը, ասացի, չէ, վճարը տալու եմ սեպտեմբեր, հոկտեմբերի սկզբից, երբ որ արդեն պրակտիկան էլ սկսվի ու արդեն ավելի ինտենսիվ լինի դասերը, ասես նայի, տես իմ պայմանը ուժի մեջ է, եթե ուզում ես, ես կվճարեմ քո գոնե կեսը։ Ես ասի, շնորհակալ եմ, ծեն կհանեմ, կապով, ցենց ասած էլի։ Մի խոսքով, չեմ էլ ասում, որ 100% չէ, իհարկե պայմանագրով չէ, բայց եթե ուզում է օգնի, թող օգնի, իհարկե, բայց այն պայմանով, որ եթե ես գնամ, ասենք ինչ-որ բան լինի, ես իր գումարը հետ վերադարձնեմ ու իր հետ ոչ մի էլ պարտավորվածություններ չունենամ։ Այդ պայմանով էլ եմ համաձայն, որովհետև քիչ գումար չի իմ համար, մեծ ընտանիք ունեցող մարդու համար քիչ գումար չի, դա ու դա նույնիսկ շատ մեծ գումար է։ Հետ այդպես։ Հիմա կարծում եմ այդ հարցերի այդ ամեն ինչը հիմա ես մինչև հուլիսի 7-ին արդեն ունեմ անատոմիայի քննություն, հիմա անատոմիա ենք մենակ ինտենսիվ անում, այդ քննությունը անում ենք, փակում ենք, որ հետո արդեն հոկտեմբերից որ սկսվի, սեպտեմբերի վերջ հոկտեմբերից սկսվի արդեն դասերը, ավելի ինտենսիվ արինելու պրակտիկան էլ հետը։ Այդպես իրելիներս, այս կարծում եմ հասկացաք, այս թեման փակ է։ Հետո հարցեր կար, ինչա գլաուկոմայի մասին, կատարախտի մասին ու կերատոկոնուսի մասին։ Հիմա մի հատ շատ արագ, որտեղ արդեն նայում 20 րոպե խոսում եմ, հիմա մի հատ շատ արագ այդ հարցերին էլ եմ կարճ պատասխան տալիս, կլ մի հատ գնում եմ ջուր խմեմ, այդ հարցերին էլ եմ պատասխան տալիս ու մի քանի ժամից չէ, ժամանական տեսանյութ արդեն այսպես թարմ կհայտնվի ձեզ մոտ ու եթե էլի հարցեր ունենաք, որ այստեղից հարցեր նորից առաջացավ, կարող եք գրել հենց այս տեսանյութի մոտ, ես էլի կանդրադառնամ այդ հարցերին։ Գիտեմ ջուր խմեմ կամ։ Ուրեմն սիրելիներս, սկզբում լավ, խոսենք գլաուկոմայի մասին, ինչա գլաուկոման։ Գլաուկոման կամ ինչպես գերմաներենով են ասում, Grünenstache, ինքը աչքի հիվանդություն է, որը հիմնականում աչքի ներքին ճնշման բարձրացումն է։ Երբ որ աչքի ներակնային ճնշումը կարող է միշտ տատանվել, բայց այդ չի նշանակում, որ պացիենտը գլաուկոմա ունի։ Հիմնականում գլաուկոման, այսպես ասած, եղջերաթաղանթի նեղացումն է, երբ որ նեղանում է, աչքի ներսում կա ներակնային հեղուկ։ Երբ որ այդ ներակնային հեղուկի հոսքը խաթարվում է, այդ ժամանակ սկսում է վնասվել տեսաներվը։ Այսինքն տեսադաշտը, տեսեք, մենք հիմա նայում ենք, մեր տեսադաշտը մեծ է, կողքերն էլ ենք տեսնում այդ ամեն ինչը, ասես մի քիչ ես ասացի, ես բժիշկ չեմ, ուղղակի այն ինչ որ ես եմ հասկանում։ Երբ որ սկսվում է արդեն գլաուկոման, ներակնային ճնշումը բարձրանում է, տեսադաշտը սկսում է ավելի փոքրանալ ու ինչն է վտանգավոր, ինքը
չբուժվող հիվանդություն է, նախապես ասեմ, հիմնականում վերջնական բուժում չունի, վիրահատական մեթոդներ սկսել են հիմա հայտնաբերել, բայց ինքը լրիվ բուժում չի, լրիվ չի անցնում այդ ամեն ինչը, սկզբնական շրջանում, երբ որ հայտնաբերվում է, ինչպես է հայտնաբերվում, երբ որ պացիենտը ունի մշուշոտ տեսող, նախ սկզբնական այն ամենասկսվող փուլում միայն հետազոտությունների միջոցով կարող են տեսնել, սկսվող փուլում, իսկ երբ որ արդեն պացիենտը ունի գլխացավեր, ճնշում, ներակնային ճնշում անընդհատ, կամ ունենում է մշուշոտ տեսողություն կամ բան, այդ ժամանակ երբ որ դիմում է բժշկի, այդ ժամանակ արդեն ինքը խորացված է լինում հիվանդությունը ու ներակնային ճնշումը շատ բարձր է լինում, կարող է շատ բարձր չլինի, կարող է նաև շատ ցածր լինի, բայց մի քան խոսացի տեսախցիկից մարտկոցն նստեց, հա, մի խոսքով հասկացանք, որ էլի տեսաներվի հետ է կապված գլաուկոման, տեսաներվի խնդիրը, որտեղ արդեն եղջերաթաղանթը ոչ բոլոր դեպքերում է բարակում, բայց ինքը սկսում է բարակել ու այսինքն լույսի ճառագայթը, լույսի ուղղությունը չի կարողանում տեսաներվի վրա ճիշտ կենտրոնանալ, արդեն սկսվում է մշուշոտ տեսողություն, քայքայվում է տեսողությունը ու ինքը բերում է կուրացման։ Ինչից է առաջանում, էլի ասեցի, չհետևելով աչքի բարձր ճնշումից, երբ որ ունես մշտական աչքի բարձր ճնշում, հիմնականում ժառանգական հիվանդություն է, իհարկե կան որոշակի դեպքեր, բայց ինքը հիմնականում ժառանգական հիվանդություն է ու սկզբնական շրջանում կարելի է կաթիլներով իր դեմն առնել, մի քիչ ավելի բարդ դեպքերում կարելի է վիրահատություններ անել, իսկ ավելի բարդ դեպքում կարելի է եղջերաթաղանթի փոխպատվաստում անել, բայց ցավոք էլի եմ ասում, վերջնական բուժում չունի ու չբուժվելու, չհետևելու դեպքում էլ տանում է դեպի կուրացման։ Այդպես մի փոքր ինֆորմացիա իմ չափով, առանց տերմինների, առանց մասնագիտական ու այն էլ հայերեն լեզվով, որտեղ շատ բաներ կա այդ արդեն ակնաբուժության մեջ, որ ավելի շատ գերմաներեն կամ լատիներենի տերմինոլոգիան եմ տիրապետում։ Ուրեմն լավ, քանի որ գլաուկոմայից խոսեցինք, նաև կերատոկոնուսը շատ են խառնում իրար հետ, որովհետև էլի ինքը այդ եղջերաթաղանթի նեցահոթի բարակումն է, երբ որ արդեն շատ է բարակում, սկսում է դուրս ցցվել եղջերաթաղանթը ու էլի ինքը խանգարում է, խախտում է լույսի ճիշտ տեղակայմանը, դրա պատճառով լինում է մշուշոտ տեսողություն, ինչպես գլաուկոմայի ժամանակ, ասես խավար, ավելի շատ դրանից գլխացավեր, սրտխառնոցներ, ճնշման աչքի ճնշման բարձրացում, դրա հետ մարդիկ լավ չի տենում, իրան վատ ազգում, սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ ճնշումը էլ է բարձրանում, մի խոսքով վատ ես ազգում քեզ ու տեղից կարաս լինի, որ բժշկի գնաս ու բան անես, ստուգվես, բայց ամեն դեպքում հիմնական պատճառներն է, այս է շատ կարևոր, որ երեխեքին էլ ասեք, ինքը հիմնականում երիտասարդների շրջանում է, դեռահասների շրջանում է ավելի տարածված, ունի ժառանգական բնույթ, ժառանգական է, կարող է լինել որոշակի հիվանդությունների հետևանք, որոշակի դեղորայքային միջամտությունների հետևանք եւ նաեւ ամենագլխավոր պատճառը աչքերը տրորելն է, մի թույլ տվեք, որ երեխեքը աչքերները տրորեն, որ քորա գալիս մտնում են մեջը հավեսով, այդ իմացեք, որ վնասում եք նեցահոթը, եղջերաթաղանթը արդեն վնասվում է ու դրանից կարող է հենց ինքը պատճառ դառնալ, այնպես որ թեկուզ վախացրեք երեխեքին տենց, բայց ինքներս է լինում է, չէ, դեպքի որ սենց ուզում ես խովեսով տրորես աչքերդ, չէ, մի արեք, այդ ամենավտանգավոր բանն է, որ կարելի է աչքերի հետ անել, աչքերի ճիշտ խնամքն է, որ բերում է ոչ ճիշտ խնամքն է, այդ վերջում կասեմ, ու էլի ինքը սկզբնական շրջանում կարելի է դեղորայքային բուժումներ, բայց երբ որ արդեն ինքը դուրս ցցված է, կան ուղիչ ակնոցներ, ու ինչից են շատ մարդիկ զգում, որ կա, երբ որ անդադ հաճախակի փոխում են ակնոցները, այսօր համապատասխանում է քոնոր ակնոցներ, մի քանի օրից չի համապատասխանում, անդադ փոփոխվում է, այդտեղից արդեն դրա համար կան ուղիչ ակնոցներ կամ իրան համապատասխան ակնոցներ, լինզաներ, բայց երբեմն քանի որ ինքը դուրս ցցված է, շատ մարդիկ չեն կարող համակերպվել լինզաների հետ, որտեղ ինքը խանգարում է, ամեն դեպքում էլի լինզաներ, ակնոցներ կամ վիրահատություն, էլի եղջերաթաղանթի փոխպատվաստում
մի խոսքով։ Ու արդեն գամ իմ ամենասիրելի թեմային, կատարախտը գրաուշտարը, այսինքն հենց ինքն էլ ասում է, որ դու սկսում ես գորշ տեսնել ամեն ինչը, արդեն այդտեղից էլ ենթադրություն, որ ինքը լինզայի ոսպնյակի աղտոտումն է, աղտորվածությունն է ոսպնյակի, որը լինում է տարիքային, հիմնականում 30-40 տարեկանից հետո բոլորի մոտ մի փոքր սկսվում է, մարդիկ կան մինչև 70-90 տարեկան կարող է չունենան, մարդիկ արդեն 35-ից ենքում սկսվում է, սկսվող այսպես, կամ 40-ից, բայց 45-ից հետո արդեն գրեթե բոլորի մոտ մի պուճուրիկ ոնց որ ինքը գնում է, բոլորի չէ, բայց շատերի մոտ պղտորումն է, էլի ինքը պղտորվում է, էլի կապված է, էլի ասեցի տարիքային, դեղորայքային սխալ բուժումներ, աչքի ոչ ճիշտ խնամք, շաքարային դիաբետ, ինֆեկցիոն հիվանդություններ, շատ հիվանդություններ կա աչքի, շաքարային դիաբետի, բան այդ կենտրոնացված մակուլան, չգիտեմ որ գնում են կուրացման, սենց դեգեներացիայի, այդ ամեն ինչը, բայց հիմնական հիմա այս 3-ի մասն է շատ հարցը, ու քանի որ էլի ասի, ես մասնագետ չեմ, կարող եք խոսել մասնագետներին, իրանք մեծ սիրով կպատասխանեն այդ հարցերին, եթե ունեք այդ բաները, բայց ամեն դեպքում ինքը ոնց որ այն տարբերակն է, որ կարելի է վիրահատական տարբերակով շատ հեշտությամբ լուծել խնդիրը ու կան մարդիկ, որոնք չունեն կատարախտ, բայց ուզում են հրաժարվեն ակնոցներից կամ լինզաներից, ու այդ դեպքում էլ կարելի է կատարել, կատարվում է վիրահատությունը նույն ձևով, ինչ որ կատարվում է կատարախտի վիրահատությունը, այսինքն քո լինզան, այս կատարվում են այդ ազատություններ, պատվիրվում է քո տեսողությանը համապատասխան կամ դու ինչ արդյունք որ ուզում ես ունենաս, այդ տվյալ համապատասխան ոսպնյակները, վիրահատությունը կատարվում է առանց նարկոզի, մենք առանց հրսկումների ենք կատարում, միայն կաթիլների միջոցով ենք անզգայացնում, հետո քո հատուկ ֆակո այդ սարքավորման միջոցով իսկական այս ոսպնյակը փոշեկուլի նման քաշում ենք, հանում ենք, տեղադրվում է նոր ոսպնյակը, ինքը չի գնում, որովհետև այս մեր այս թափանցիկ այս բանի հետևում է, եղջերթական հետևում է տեղադրվում, ինքը չի գնում, բայց պետք է վիրահատությունից հետո շատ զգուշ լինել, որովհետև մարդիկ կան էլի ասել են, որ ունեն այդ բան կնճռոտվածություն, այդ եղջերթաղանթի ու շատ հնարավոր է, որ տեղադրվում է լինզան համապատասխան թեքության վրա ու պետք է շատ ուշադիր լինեն, առաջի 2-3 օրը շատ հանգիստ տան իրենց, որ հանկարծ ծանր չբարձրացնեն, պրես չանեն, բան, որ ինքը չշարժվի, չտեղաշարժվի, բայց այդ արդեն ուրիշ է, եթե հարցեր լինի, ես մեծ սիրով կհաստեն իմ հետևորդները, որ ես մեծ սիրով ովքեր այդ շեմին են կամ պատասխանում եմ իրենց հարցերին անհատականապես, հիմա ուղղակի ասեցի այդ 3 հիվանդությունների այդ տարբերակը, ինչով են մարդիկ զգում, երբ որ սկսում են էլի մշուշոտ տեսնել, խավար տեսնել, գիշերները լավ չտեսնել, հիմնականում սկսում են կաղել վատ, խեղճանալ, այսպես ասած, մեքենա վարելիս, լույսերը ավելի մեծ են տեսնում, մեծացված կամ շրջանակներով են տեսնում, սև մրջուններ են երևում, թռչուններ են երևում, դրանք հենց այն ամեն են կեղտոտվածությունն է, որը հետևի մասում ինքը տեղակայվում է ու քեզ թվում է թռչուններ են կամ մրջուններ են կամ չգիտեմ ինչ են, մի խոսքով էդ էլ հասկացանք, էդ էլ անցանք, չգիտեմ ինչքանով օգուտ տվեցի, ինչքանով ասեցի, բայց ամեն դեպքում ինքը եթե արդեն կա, էդ էլ ասեմ, եթե արդեն բժիշկը հաստատել է, որ դուք ունեք կատարախտ, պետք է վիրահատել ինչքան հնարավոր է շուտ, որովհետև ոսպնյակը, որը տեղադրվում է, այդ ամբողջ կյանքի համար այնպես չի այսօր տեղադրել, այնպես չի որ կոպի վիրահատությունը, ասես լավ մի քիչ է սպասեմ, որովհետև եթե այսօր ես վիրահատեցի, ձգեցի, մեկը 10 տարի հետո ինքը նորից իջնել է, դեռ յոլա եմ գնում մի քիչ էլ բանանեմ, որ հետո նորից 60 տարեկանում չվիրահատեմ, չէ, այդ չի, եթե կա ավելի լավ է, ինչքան հնարավոր է շուտ վիրահատել, ազատվել ակնոցներից, եթե դա ձեզ խանգարում է, եթե ու կյանքի որակը լավացնել, որովհետև վիրահատությունից հետո սկսում ես ավելի պարզ տեսնել, ավելի գունավոր տեսնել, այդ գորշությունը վերանում է, այդ ամեն ինչ այդ մշուշոտ բանը ոնց որ կեղտոտ ապակի հետևից նայես, ես այդ շատ լավ եմ հասկանում արդեն, որովհետև այնքան եմ տեսել այդ ամեն ինչը, այնքան փորձերի, այնքան բաների եմ մասնակցել, որ այդ իմ այն թեման է, որ ես կարող եմ այդ մասից ժամերով խոսել, բայց պետք չի, դուք էլ այդքան հավես չունեք ինձ լսելու, ես էլ 1000 գործ ունեմ, կարծում եմ պատասխանեցի, բայց եթե կա էլ ինչ-որ բան, որ մոռացա այդ մասին կարևոր, կամ ինչ-որ թերապիան նախքան ու հա, մի բան ասեմ, ամենակարևորը ժողովուրդ խնամեք ձեր աչքերը, խնայեք ձեր աչքերը, ինչպես որ ոնց է որ ասենք առավոտյան արթնանում են մարդիկան մի 100 տեսակի մաշկի խնամք ունեն, բայց չէ որ այդ մաշկը խնամում է, բայց աչքն էլ ունի խոնավեցման կարիք, մտածում եք լվացվելով խոնավանում է աչքը, չէ,
պետք է մաքրել աչքը այդ փոշուց, կեղտից։ Դրա համար կան շատ ու շատ անվնաս կաթիլներ, մաքրող բնական կաթիլներ, որ կարելի է ուղղակի խոնավեցնել աչքը դրանով։ Ովքեր ունեն արդեն խնդիր, քոր, ցավ, մռմռոց, անպայման գնացեք բժշկի։ Վերցրեք կաթիլները, ժամանակին տիրություն արեք, որովհետև եթե վնասվածք եղավ, վնասվեց, հետո արդեն խնդիր եղավ, այդ արդեն տանելա շատ բարդ բաների, ու երբ որ գա հասնի ժամանակը, նույնիսկ վիրահատությունը չի կարա փրկի, ասենք կան լիքը դեպքեր, որ մարդիկ ունեն սովորական կատարախտ, բայց վիրահատություն ուզում են ունենալ պրեմիում կարգի լինզաներ, որ իրանք առհասարակ ակնոց չկրեն, բայց իրենց ցուցված չի, գումարելու ունեն, կարող են վճարել, բայց իրենց ցուցված չի, որտեվ իրենք ունեն մակուլայի խնդիր, որտեվ իրենք ունեն այսինչ խնդիրներ արդեն։ Դրա համար հետևեք, ուղղակի խնամեք ձեր աչքերը, կաթացրեք խոնավեցնող կաթիլներ, որպեսզի մաքրեք, որպեսզի կեղտը փոշին չգնա ու արցունքը այդ ծորանների մեջ խցանվի, որ հետո ունենանք այդ խնդիրը, այդ էլ մի ուրիշ տեսակի բարդ խնդիր է։ Մաքուր պահեք ձեր աչքերը, մի տրորեք աչքերը։ Կարևորներից մեկը մի տրորեք, մաքուր պահեք, կեղտոտ ձեռքերով ձեռք մի տվեք աչքերին, զգույշ եղեք, երբ որ մի քիչ բորբոքում է, խնամեք, անտիբիոտիկներով, ամեն ինչով, միշտ հետազոտեք, եթե արդեն 50-45 տարեկանից հետո տարին մեկ անգամ, բայց երիտասարդներ եթե չունեք խնդիր, գոնե 2 տարին մեկ անգամ, երեխեքին պարտադիր է, մի հատ մինչև 2 տարեկանը բարև ձեզ, այսօր զույգան վազքի մրցույթի եմ մասնակցել։ Ես պետք է սաղ դպրոցին Պողկերով վազեր։ Հա, ու ես Մազերը թխի ասենց լետ ասա։ Իրա մազերը ես սիրուն 2 պոչիկ էի կապել։ Մի հատ աղջիկ չի ունեցել, մազերը քանդած է եկել ու ուսուցչուհին իր պոչիկները քանդել է, իր ռեզինից մեկը վերցրել երախունա կապը իրան այսենց ծանր վերջնաց ինքը գեպիով էր, ոչինչ, մի րոպե կյանքս մի հատ այս կողմարի մի հատ էսել ավարտեմ, հա, ու շատ կարևոր է երեխեքին էլ դուք էլ խնդրում եմ այս եղանակին, այս արևին հիմա այս ժամանակահատվածում ինչ շատ կտեսնեք կեպկայով, չմտածեք, որ ես ինչ որ բաների հետևից եմ ընկնում կամ ես այն առաջվա մտածելակերպով խուլիգան կայեմ կամ ինչ որ չէ, ուղղակի ես հասկացել եմ որ պետք է խնայել աչքերը, պետք է խնայել տեսողությունը, ճակատը, գլուխը, դեմքը, որովհետև շատ կարևոր է արևը, արևի ուղիղ ճառագայթները շատ մեծ վնասներ կարող են տալ։ Ես ասում եմ նույնիսկ լինում են դեպքեր, երբ որ դու ծովափին, երբ որ շատ ուժեղ դու չգիտես, որ մի այդ ուլտրամանուշակագույն, որ մի վտանգավոր ճառագայթ եկավ աչքիդ մեջ, կարող ես ուղղակի արևին նայես այդ պահին, շատ ուժեղ արևին կան շատ դեպքեր, լինում են, հավատացեք, հենց այդ մի ճառագայթը, որ մտնում է աչքիդ մեջ, ինքը այնպիսի ուժեղ ճառագայթում է, որ այրված կլինի մի հատ կետ ու այդտեղ ինքը տենց մնա սպիանա ու այդտեղ արդեն սկսի սև տեսողություն, սև կետ, չգիտեմ, արևային ակնոցներ, երեխեքին մանկապարտեզ տանելուց, դպրոց տանելուց գնում են աուսֆլուգների, գնում են էքսկուրսիաների, անպայման գլխարկներ տվեք, գլխարկներ դրեք, ակնոցները արևային, լավը, մի ափսոսեք դրա վրա, լավ պաշտպանիչ արևային ակնոցներ գնեք, կրեմները անպայման օգտագործեք, նայեք արևային մաշկի համար, ես էլ անցնեմ մի քիչ մաշկին, որ երեխաների մոտ չլինեն այդ, որտեղ արևից մանավանդ հիմա գնալով չգիտեմ ինչա դառնում, ամեն ինչ փչանում է, վառում է, այրում է, այնպես որ երեխեքին փոքր տարիքից սովորեցեք, որ պետքա ձեզ խնամեք, ոչ թե խնամեք ցիտիզմիտիզ բանով, հետևեք, պետք է հոգ տանեք ձեր մարմնի մասին, ձեր առողջության մասին պետքա հոգ տանեք, այնպես որ սիրելիներս հետևեք, գնացեք ստուգումների, կաթացրեք կաթիլներ խոնավեցնող, գոնե չեմ ասում ամեն օր, գոնե երբ որ չնայած որ պետք է ամեն օր կաթացնել, գոնե երեկոյան քնելուց առաջ պարտադիր, որ այդ կեղտը փոշին ամեն ինչը դուրս գա։ Իսկ եթե ոչ, չնայած այդ ձեր խնդիրն է, չեմ պարտադրում ոչ ոքի, բայց ցանկալի է ու արևից պաշտպանվեք այս սեզոնին շատ։ Այնպես որ առողջ եղեք, սիրում եմ ձեզ, լավ մնացեք, առայժմ